Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր 5-շաբթի է, մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, հետաքրքիր հաղորդումների շարք ունեմ։ Դուք կարող եք դիտել նախորդ շաբաթներին աշխարհաքաղաքական կարևոր այդ տեղեկությունների մասին դիտել եւ լսել, հետաքրքիր հաղորդումներ։ Նախորդ շաբաթ խոսել եմ Կառնայի, Սև լուսնի, անեծքի եւ նմանատիպ կարևոր էզոթերիկ երևույթների մասին, որոնք մեր նյութական աշխարհում գիտական շրջանակներում շատ դժվարությամբ են ընդունում, բայց այնպես չի, որ այդ ամենը տեղի չի ունենում կամ չկա մեր շուրջը։ Նաև սիրելի հետևորդներ, խոսել եմ նոյեմբերի առաջին տասնօրյակի կարևոր մոլորակային դիրքավորումների մասին, որպիսի դեռևս 10 օր առաջ, 15 օր առաջ, որպիսի դուք կարողանաք ձեր գործերը համընթաց կատարել տիեզերական դրական ցիկլերի հետ։ Սիրելի հետևորդներ, նախ ուրախ եմ, որ ամիսը սկսում է, ես կարևոր կանխատեսումներ եմ անելու եւ նաեւ նրանք, ովքեր ցանկանում են ունենալ իրենց աստղաբանական քարտեզի մեկնաբանում, ես ասում եմ, դա իմ մոտ ավելի շատ տրեյնինգ է, ապա երկրորդ անձի համար միշտ գործում են զեղչեր, մանավանդ նրանց համար, զույգերի համար, որոնք ունեն խնդիրներ միջանձնային հարաբերություններ, այնպիսի բան չկա, որ զույգերի համար դիմեն եւ չստանան այդ մեծ զեղչեր։ Իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ, թե կյանքի որ ոլորտում կունենաք հաջողություններ, իսկ որտեղ կարող է հենց նահանջող Մերկուրին խնդիր բերել, ապա կարող եք կապվել ինձ հետ եւ կստանաք համապատասխան զեղչը երկրորդ անձի դեպքում։ Դե սիրելիներս, գիտեք չէ, որ նոյեմբերի 9-ից Մերկուրին նահանջում է, իսկ նա նահանջում է 6 աստիճան 52 րոպե աղեղնավորի կենդանակերպում։ 9-ին եթե նահանջում է, մոտավորապես 20 օրից Մերկուրին կսկսի ուղիղ ընթացքով ընթանալ, իսկ ուղիղ ընթացքով նա կընթանա նոյեմբերի 29-ից եւ այն հասնելու է, պատկերացնեք 6 աստիճանից մինչև 20 աստիճան կարիճի կենդանակերպ։ Հատուկ խոսելու եմ Մերկուրու նահանջ դիրքերի մասին, որպիսի դուք հասկանաք եւ կարողանաք մինիմալ այսպես խնդիրներով դուրս գալ նահանջող Մերկուրու այդ ժամանակահատվածից։ Ինչ է կատարվում Մերկուրին խոսքի, հաղորդակցման, շփումների, մտածողության մոլորակն է, կանգ է առնում որտեղ աղեղնավորի կենդանակերպում։ Աղեղնավորը օտար երկրներ, ճանապարհորդություն, բուհը, բարձրագույն ուսումնական կրթական այդ հաստատություններն են, այն ամենը, ինչը կապված է արտասահմանի հետ։ Մերկուրին նահանջելիս ինչ է անում, այն կարող է չեղարկել եւ հետաձգել այդ ոլորտի բոլոր գործերը։ Ուստի սիրելի աղեղնավորներ, պետք է ուշադիր լինեք, եթե ճանապարհորդում եք, որովհետեւ ձեր իսկ մեղքով կարող եք մոռանալ բանալիները, կարող եք մոռանալ փաստաթղթերը, կարևոր տեղեկատվությունը, թղթերը այս կողմ այն կողմ կարող եք դնել եւ ահա տեսնել, որ այդ սկզբնաղբյուրը չկա։ Ուստի բոլոր կարևոր պայմանավորվածություններ, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, ես խորհուրդ եմ տալիս կատարել գրավոր եւ էլեկտրոնային փոստի միջոցով, որտեղ մնացած այդ միջոցներով հնարավոր է ջնջել ինֆորմացիան։ Բոլոր կարևոր խոսակցությունները եւ պայմանավորվածությունները խորհուրդ եմ տալիս կատարել գրավոր, որպիսի կարողանաք ապացույցներ ունենալ այդ ամենը ներկայացնելիս։ Սիրելի աղեղնավորներ, խորհուրդ չեմ տալիս սկսեք այդ պլաստիկ վիրահատություններ, նաև բոլոր էսթետիկ միջամտություններ, մանավանդ կոնքի հատվածում։ Ինչու, որովհետև աղեղնավորի կենդանակերպը հենց մարմնի այդ մասն է բնորոշում։ Նաև արյան հետ կապված բոլոր խնդիրները ընկնում են աղեղնավորի կենդանակերպի ազդեցության տակ։ Ուստի եթե շտապ չէ, մանավանդ մարմնի այդ մասը պետք չէ ձևափոխել, որովհետև հնարավոր է, որ հենց արդեն Մերկուրին ուղղվի, դուք դժգոհ լինեք։ Սիրելի երկորյակներ, ձեր գործընկերային հարաբերություններ տանն է, գործընկեր, զուգընկեր, ամուսին, կին, արտերկրից հնարավոր է անսպասելի ձեր զուգընկերը, գործընկերը ետ վերադառնա կամ նրան անսպասելի հետ կանչեն։ Ձեր փոխհարաբերությունները ձեր գործընկերների հետ, որոնք ապրում են մեր Հայաստանի երկրի սահմաններից դուրս,
կարող են վատթարանալ։ Պայմանավորվածությունները հնարավոր է չեղարկվեն կամ տեղի ունենան ուշացումով։ Ուստի սիրելի հետևորդներ, մենք նոյեմբեր ամսին մի քանի շատ կարևոր օրեր ունենք բարենպաստ, մինչ Մերկուրին կնահանջի նոյեմբերի 1-ը, 2-ը եւ 6-ը։ Այդ բոլոր օրերը շատ բարենպաստ են, դուք կարող եք օգտագործել եւ ձեր բոլոր կարևոր գործերը կամ նախագծերը իրականացնեք հենց այդ ժամանակ։ Անցնենք հաջորդ առանց կարիճ եւ ցուլ։ Սիրելի կարիճներ, ձեր ֆինանսների դաշտում է լինելու, որը կապված է արտերկրի հետ։ Օտարերկրյա ճանապարհորդությունները կամ ֆինանսական հոսքերը, որոնք դուք սպասում եք արտերկրից, հնարավոր է նվազեն կամ ժամանակավոր հետաձգվեն։ Սիրելի ցուլեր, ձեր 8-րդ տանն է։ 8-րդ տունը բանկային գործերն են, դրանք այն բոլոր ֆինանսական միջոցներն են, որոնք ստանում եք ձեր գործընկերներից, զուգընկերներից։ Ուշադիր եղեք, ժամանակավորապես հնարավոր է դադար լինի այդ ոլորտում, կամ ժառանգության հետ կապված հարցերը, գումարի հետ կապված հարցերը, վարկերը, եթե դուք պետք է ձևակերպեք, այդ ամենը մանրամասն կարդացեք տողարտով։ Նաև խոսքը վերաբերում է աղեղնավորներին, սիրելի աղեղնավորներ, ձեր անուն ազգանունը, ձեր ստորագրությունը մի դրեք ամեն պատահած թղթի տակ, իսկ կարիճի ցուլի համար այդ ամենը կարևոր է իրականացնել ողջ համտությամբ եւ կարդալ տողարտով, թե ինչ է գրված, որտեղ ձեր գործը կապված է ֆինանսների հետ, մանավանդ ցուլերի դեպքում դա հանրային գումարներն է, ուրիշի գումարներն է։ Անցնենք առաջ, կշեռք եւ խոյք, այդ առանցքը սիրելի կշեռքներ, ձեր կապի, կոմերցիայի, շփման, փոխադրամիջոցի այդ դաշտում է։ Եթե արտերկրից պատվիրել եք մեքենաներ, հնարավոր է այդ ժամանակահատվածում հետաձգվի կամ որոշակի այդպես խնդիրներով այդ մեքենան գա եւ հասնի տեղ։ Բանալիները ուշադիր եղեք, չկորցնեք, սիրելի կշեռքներ։ Գիտեմ, որ դուք էսթետներ եք, եթե ցանկանում եք գնել մեքենաներ, ապա այդ ամենը կատարեք մինչև նոյեմբերի 6-ը, նոյեմբերի 6-ը թողնի վերջնաժամկետը։ Սիրելի խոյեր, ձեր 9-րդ տանն է, դուք կունենաք հնարավորություն մեկնել արտերկիր, այն թերի թողած գործերի համար, որոնք ուղղակի կիսատ են մնացել։ Գնացեք, լուծեք, պայմանավորվեք, խնդիրները հարթեք եւ եթե վերադարձեք երկիր։ Եթե սիրելի խոյեր դուք քննությունները չենք հանձնել, ապա այդ ժամանակահատվածում հնարավոր է վերաքննություն տաք։ Ուշադիր եղեք արտերկրի հետ կապված բոլոր հարցերում, բայց ասեմ սիրելի կշեռք եւ խոյի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, քանի որ այստեղ սիմվոլիկ, սեքսիլ եւ տրիկոն դիրքավորում է, բարենպաստ դիրքավորում է, բոլոր այդ բարդ իրավիճակները հնարավոր է դրական լուծում ստանալ։ Սիրելի կույսեր, ձեր 4-րդ տանը, իսկ սիրելի ձկներ, ձեր 10-րդ տանն է տեղի ունենալու Մերկուրու նահանջ ընթացքը 20 օր է այն լինելու նոյեմբերի 9-ից մինչև 29-ը։ 4-րդ տունը հայրենիք, օջախ, ընտանիք։ Սիրելի կույսեր, ձեր մայրը հնարավոր է արտերկրից վերադառնա ձեր տուն, կամ դուք կարող եք գնալ արտերկիր, եթե այնտեղ խնդիրներ ունեք բնակ տարածքի, բնակարանի հետ կապված։ Այնտեղ լուծումներ են պահանջում։ Ձեր մայրիկը, որին շատ վաղուց սպասում եք, որ պետք է վերադառնա հայրենիք, կարող է հետաձգվել նրա գործերը։ Նրա ինտեգրումը արտասահմանում, այդ օտարերկրյա այդ պետություններում, այդ համակարգում հնարավոր է որոշ չափով ուշանա։ Եվ ես տեսնում եմ մեր հայրենակիցների հոծ բազմությունը ինձ գրում է, որ ցավալիորեն արտերկրից մեծ այսպիսի խմբերով ներգաղթում են հայրենիք։ Դա Սատուրնի դիրքով է պայմանավորված ձկների կենդանակերպում, մանավանդ նրանք, ովքեր ծնվել են ձկներ, կույս, երկորյակ եւ աղեղնավոր վերջին օրերին, այսինքն մոտավորապես տվյալ օրեր սեպտեմբեր, մարտ, այդտեղ հունիս եւ աղեղնավոր ամսի 20-ի մոտակայքում ծնվածները նրանք խնդիր ունեն տվյալ երկրի տարածքը լքելու։ Պետք է ուշադիր լինեք, դեկտեմբերի 17-ից Սատուրնը ուղղվում է Սատուրների նահանջով եւ հունվար-փետրվար ամիսներին արդեն երբ որ Սատուրնը դուրս կգա ձկներից, ձեր գործերը պետք է կարգավորվեն։ Ուղղակի ուշադիր եղեք, խնդիրներ չունենաք օրենքի հետ,
կարգազանց մի եղեք, որպեսզի Սատուրնը ձեզ չկանգնեցնի խնդիրների առաջ։ Սիրելի ձկներ, ձեր 10-րդ տանն է։ Շեղվեցի թեմայից, բայց շատ կարևոր է, որովհետև նամակները շատ են եւ հենց այդ խնդիրների համար են դիմում։ Սիրելի հետևորդներ, Սատուրնը դուրս կգա, սպասեք 1-2 ամիս, գիտեմ, շատերը այնտեղ արտերկրում աշխատանք ունեն, միջպետական ճանապարհների հետ կապված ժամանակավորապես հետաձգվում է, իսկ Սատուրնը դա պետությունն է, պետության ղեկավարն է, նրա դեմ ուղղակի ոչինչ չեք կարող անել, պետք է լինել համբերատար եւ սпасել, որպեսզի ժամանակը անցնի Սատուրնի տվյալ այդ դիրքի հետ կապված։ Սիրելի ձկներ, ձեր 10-րդ տանն է, 10-րդ տունը հայր, հնարավոր է ձեր հայրիկի հետ կապված այդ գործնական բոլոր հանդիպումները հետաձգվեն կամ ուշացումով տեղի ունենան, ձեր ղեկավարը կարող է ժամանակավորապես փոխվել, այն նոր ընտրյալը, որը պետք է գա աշխատի, նրա հետ հնարավոր է հարաբերություններ լարվեն։ Իսկ եթե դուք ղեկավար եք, այն պայմանավորվածությունները, որոնք արտերկրի հետ են, հնարավոր է ժամանակավորապես հետաձգվեն կամ չկայանան։ Բոլոր կարևոր այդ գործերը, թղթաբանությունը, սիրելի հայրենակիցներ, մանավանդ կույս եւ ձկներ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, որովհետեւ ձկները 10-րդ տունը դա պետական մարմիններն է, պետականությունն է, իսկ 4-րդ տունը ընտանիք, հայրենիք, օջախ։ Եթե պետք է դնեք ստորագրություն, եթե պետք է լինի պայմանավորվածություն, այդ ամենը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի, նոր արդեն վերջնական արդյունքը հրապարակեք կամ անցնեք գործի ավարտին։ Սիրելի առյուծներ, ձեր 5-րդ տունն է, սիրելի ջրհոսներ, ձեր 11-րդ տուն։ Սիրելի առյուծներ, հենց ձեր տանը, գիտեք, երեխաների տունն է, լյուբով, դետի, տворчество։ Ես բոլոր հաղորդումներին ասում եմ, սեր, մեծ սեր, այն բիզնեսը, որը երեխայի նման մեծացրել եք, ձեր սիրելին, այո, ամուսինը չի, զուգը կերը չի, ձեր սիրելին է։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի առյուծներ, հնարավոր է պատահաբար հանկարծ նկատեք, որ արտասահմանյան ճանապարհորդությունից հետո կամ գործուղումից հետո ուղղակի երեխա եք սպասում, բայց այնպես չի, որ ջրհոսների մոտ էլ այդպես չի, ուղղակի սիրելի ջրհոսներ, ձեր ապագայի հետ կապված բոլոր պլանները, նախագծերը քողարկեք, պետք չէ այն հանրայնացնել, կարող եք հանրայնացնել նոյեմբերի 29-ից հետո, որպեսզի խանգարողները կամ խանգարող հանգամանքները քիչ լինեն։ Արտերկրի հետ կապված բոլոր ձեր պլանները, սիրելի ջրհոսներ, կարող եք մինչ ամսի 9-ը իրականացնել եւ ձեզ ասեցի նոյեմբերի 1, 2 եւ ամսի 6 նոյեմբերի դրական օրեն կամ էլ թողնեք նոյեմբերի 29-ից հետո։ Այսպես երևի վերջին կենդանակերպը սիրելի խեցգետիններ եւ այդ ծեղջուրներ, սիրելի խեցգետիններ ձեր 6-րդ տունն է, սիրելի այդ ծեղջուրներ ձեր 10-րդ տունը։ 6-րդ տունը դա առողջությունն է, աշխատանքը, առօրյա աշխատանքը, երբեմն կենցաղը, սիրելի խեցգետիններ, հնարավոր է այն պատվերները, որոնք դուք իրականացնեք այդ կենցաղային իրերը իրականացնեք արտերկրից, նրանք կարող են ուշացումով գալ, եթե դուք ուշացումով պատվիրեք։ Եթե դուք աշխատակազմի ղեկավար եք եւ գիտեմ, որ ձեր աշխատանքային այդ process-ը կարծես ընտանեկան մթնոլորտում է ընտանում, այդպես է խեցգետինները հենց այդ կենթանակերպն է։ Արտերկրի հետ կապված բերապատրաստման այդ բոլոր process-ները, գործընկերների կամ աշխատակիցների հետ կապված բոլոր ծրագրերը, ուսուցման այդ ծրագրերը կարող եք սկսել մինչև նոյեմբերի 6-ը կամ նոյեմբերի 29-ից հետո արտասահմանյան գործողումները կարող են չեղարկվել կամ ուշացումով ընթանալ։ Եթե կարևոր ստորագրություն պետք է դնեք, որը կապված է ձեր ընկերության հետ, ուշադիր եղեք, մանրամասն կարդացեք նոր այդ բոլոր համաձայնությունները, այդ բոլոր թղթերը, փաստաթղթերը ստորագրեք կամ ուղղակի հետաձգեք նոյեմբերի 29-ից հետո։ Եվ սիրելի հետևորդներ, սիրելի այդ ծեղջուրներ ձեր 12-րդ տունն է, 12-րդ տունը դա հարկադիր մեկուսացումն է, ուշադիր եղեք, որպեսզի արտերկրում չհայտնվեք հարկադիր մեկուսացման վայրերում։ Կարող է որոշեք առանձնանալ, ուսումնասիրեք ինչ-որ էզոթերիկ գիտություն։ Նույնիսկ այս 20 օրվա մեջ ավելի լավ է, եթե ձեզ լավ չեք զգում, եթե չեք կարողանում ինտեգրվել սոցիումին, կարող եք առանձնանալ, ուսումնասիրել փիլիսոփայություն, հոգեբանություն, իրավագիտություն եւ օտար լեզուներ։ Հնարավոր է այն թերի թողած դասընթացները, որոնք կապված են այդ ոլորտների հետ, նույնիսկ լեզուների ուսումնասիրության հետ, այդ ամենը կարող եք վերականգնել։ Ուղղակի ուշադիր եղեք, եթե գտնում եք արտերկրում, դա աղեղնավորն է, 12-րդ դա մեկուսացում է, չհայտնվեք մեկուսացման վայրերում կամ ձեզ ուղղակի
ստիպողաբար չուղարկեն հայրենիք, որտեղ 12-րդ տունը դա նաև դեպորտացիայի տունն է։ Սիրելի հետևորդներ, այսքանը ձեզ խոստանում եմ, որ մյուս շաբաթ շատ կարևոր հաղորդում է լինելու։ Ցնցող կանխատեսումներ եմ կատարելու, չմոռանաք, անպայման սպասեք այդ հաղորդմանը։ Եվ նաև շնորհակալ եմ, որ դիտում եք ալիքը, բաժանորդագրվում եք, դրական մեկնաբանությունները ուղղակի ինձ օգնում են, որպեսզի ես մոտիվացվեմ եւ նոր կարևոր հաղորդումներ հրապարակեմ ձեզ համար։ Իսկ առողջ քննադատությունները միշտ ընդունելու են իմ կողմից, որովհետեւ ի հաշիվ այդ ամենի ես ձեռք եմ բերել հանրային ճանաչում եւ ես եւ դու հղկվել, շտկվել եւ գիտելիքներ ենք ստացել միասին։ Շնորհակալ եմ ձեզ, սպասեք մյուս շաբաթ։